Okay, հարազատներ, սկսում ենք պատրաստելու, ուրեմն ինչ ունենք բաղադրությունները բոլորը խառնելու ենք միանգամից իրար հետ։ Կարիք չունենք հատիկ անելու։ Ուրեմն օգտագործելու ենք 3 հատիկ ձու, 1 բաժակ շաքարավազ, շատ հեշտ պատրաստվող, արագ պատրաստվող խմորեղենը, բայց եւ շատ համով, 2 թեյի գդալ փխրեցուցիչ, մի քիչ աղ, կես բաժակ մածուն, կես բաժակի չափ ձեթ, վանիլ, մոտ 1 թեյի գդալով, եթե վերցնենք չափելով, եւ ալյուր ենք օգտագործելու 1.5 բաժակ ալյուր, եթե կարիքը լինի, երևի 1 ճաշի գդալ եւս նույնպես կավելացնեմ։ Վերջ, այսքան բան, եւ հիմա բոլորը խառնելու ենք։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, այսպես ինքը խմոր է եղել, հիմա դնում ենք առանձին եւ մեզ պետք է իհարկե հապալած, պետք է կարող եք մանրացնել եւ կարող եք չմանրացնել, բայց ես նախընտրում եմ գոնե 2 մասի բաժանեմ, որպեսզի ավելի մեջը համազգացվի, չմնա ինքը փակ վիճակով։ Գոնե կեսը այդպես կանեմ, մնացածը կդնեմ, բնականաբար այդքանը ես չեմ կարողանալու առանձնացնեմ, բայց գոնե կեսը կառանձնացնեմ։ Մոտավորապես այստեղ 2 բաժակի չափ հապալասա։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ կեսը արդեն կիսել եմ, իսկ այս մի կեսը կիսած չի։ Ես ընդամենը պետք է հիմա վերցնեմ, լցնեմ մեջը եւ այս կիսածն էլ մեջը լցնեմ։ Վերջ, հիմա լցնենք արդեն իր ամանի մեջ։ Ինչ եղավ քեզ, ինչ եղավ տղա ջան։ Ստապ, աղմուկ մի արա լայ ջան։ Ձեթ եմ ավելացնում փոքրիկ մեջը։ Ուղղակի ձիթապատելու համար։ Ոնց որ թե աչքից մի քիչ շատ լցրեցի։
ուշադրությունը շեղվեց շունիկի վրա։ Okay, հոգ չի։ Stop։ Okay, հիմա լցնում ենք սա արդեն։ Վերջ։ Դնում ենք ջեռոց 350 աստիճան Ֆարենհայթ եւ 170 աստիճան Ցելսիուս։ Okay, հարազատներս պատրաստ է։ Նայում եք մեջը։ Հուսամ, որ երևում է նորմալ։ Շատ անուշոտ է գալի։ Հիմա համնեկը նայենք իրար հետ։ Okay, հարազատներս, ես արդեն կտրեցի, առանձնացրեցի։ Ընտիրա, ընտիր։ Ուղղակի խոսքեր չկան, անպայման ժողովուրդ ջան կիսեք, նայեք ինչքան լավ տարածվել է եւ համը, եւ ֆացությունը իրա, եւ խմորն էլ այստեղ, որպեսզի պարզ լինի։ Ընտիր համը, եւ կիսելով ավելի ճիշտ էր, որպեսզի համը ամբողջովին տարածվի մեջը։ Շատ լավ է։